Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատեղներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցել եմ 44-օրյա պատերազմի մասնակից հրամանատար Արթուր Այվազյանի կամ հանրության ավելի շատ հայտնի Մանախի հետ։ Շնորհակալ եմ Արթուր մեզ հրավերն ընդունելու համար։ Դուք հատկապես վերջին տարիների ձեր գործունեությամբ շատ մտահոգ եք բանակետ տեղ ունեցողի վերաբերյալ։ Մենք հասկանում ենք, որ այս իշխանությունները այսպես պատերազմ են հայտարարել բանակին, ակնհայտորեն կազմալուծման են տանում եւ վերջին նախաձեռնությունը իմ գնահատմամբ նաեւ հենց այդ նպատակն ունի, դա գումարով զինվորական ծառայությունից ազատվելու նախաձեռնությունն է, որը արել է Հայկ Սարգսյանը, ընդ որում սա նախաձեռնությունը, որը եթե անգամ բանակ մնա էլ, դա լինելու է աղքատների բանակ, իսկ հարուստները, իշխանության ներկայացուցիչները, նրանց որդիները շատ հանգիստ կազատվեն եւ այսօր արդեն հայտարարում են այդ Վիլեն Գաբրելյանը նախին ԿՊԱ-ական պատգամավորը հայտարարել էր, որ ինքը իր որդուն կազատի այս ծրագրով բանից զինվորական ծառայությունից իհարկե մի կողմ են թողում են հարցը թե Վիլեն Գաբրելյանը որտեղից 20 միլիոն, բայց գանք օրենքի եւ որտեղա ծնվել շատ կարևոր բան հիշեք դա։ Ծնվել է Բաքու քաղաքում, դա շատ դե հիմա Բաքվում շատերն են ծնվել, բոլորը չեն դարձել Վիլեն Գաբրելյան։ Առավել եւս որ Բաքվում է ծնվել եւ եթե հայի գենը շատ ակտիվ լիներ, ինքը վտշխնդության զգացողությունն էլ պետք է ունենար, էլի, առավել եւս։ Հիմա ասեք, ինչ են անում այս նախագծով, ձեր գնահատականը։ Ես ձեզ ասեմ, առաջին իսկ հայացքից պետք չի դատել սա շատ խորքային սա վատ տեղ տանող process է եւ անկեղծ ձեզ ասեմ, ինձ թվաց, երբ որ ես առաջի անգամ ԶԼՄ-ներով սա արդեն լուսաբանումը տեսա այս նախագծի, իսկ միջև այդ ես ներքին կարգով գիտեի ինչա կատարում, լսել էի նման, բայց հավատս ուղղակի չէր գալի, որ սա կարող է կառավարության նիստում, ոչ թե չեմ հավատում իրենց ստորության կամ թրքամետության կամ թուրք լինելու աստիճանին, այլ չէի պատկերացնում, որ իրենք այդ դուղ բառ այնքան են արժեզրկել, բայց ասեմ, էլի դուղ կանեն, արդեն ցենց հրապարակայնորեն կգնան բանակի արդեն կոնկրետ կազմաքանդման process-ին։ Ինձ թվում է, որ այս նախագիծը երբ որ կառավարությունում քննարկվեց, ես անկեղծ ձեզ ասեմ, ես մտածում եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը կոնկրետ, եթե ոչ հրապարակային, գոնե գաղտնի կերպով կասեր, այս ինչ եք անում։ Որովհետև սա արերևութ էլ, բացի արերևութ լինելը, սա նաև սաբոտաժ է բանակի դեմ։ Հասկանում եք, սա ուղղակի կազմաքանդում չի։ Բանակի կազմաքանդում չի, սա հենց կազմաքանդմանը ուղղակիորեն ուղղված անմիջական քայլերի հաջորդականություն է։ Այսի ալգորիթմը սենց գնում է։ Այդ ի՞նչ է նշանակում, ասենք վճարես չծա։ Իմիջիալից ասեմ, նման նախագիծ կա Թուրքիայում, ես այն օրը ծանոթացա։ Թուրքիան կարող է իրան տես ճոխություն թույլ տա, առավել եւս երբ որ քուրդական քրդերին դուրս կթողեն բանակից հանել փող կվերցնեն։ Քրդական բանվորական կուսակցությունը զենքերը վայր դրեց, այսինքն ահաբեկչության, ազգային անվտանգության տեսանկյունից մի ամբողջ սպառնալի ոլորտ համարենք այսօր լուծված։ Համաձայն եմ ձեզ, բայց այստեղ ուրիշ դրվագ էլ կա, քրդերի Թուրքիայում քրդական բնակչությունը շեշտակի աճում է եւ Թուրքիան չի ուզենա բնակչությանը սովորեցնել ռազմական գործի, որը հետո իր դեմա դուրս գալ։ Ավելի այդ բնակչությունից փողերը հավաքի եւ ռազմական գործի սովորեցնել նրան ում պետք է։ Հիմա տարեք զուգահեռներ, նախ պատերազմի մեջ գտնվող պետություն հասարակ այդ քննարկումների ժամանակ դուք ուզում եք ասեք, որ Հայկ Սարգսյանը տենց ինքնուրույն նստավ հելավ քնեց զարթնեց ու որոշեց առանց փաշողլու այս հարցը համաձայնացնելու նախագիծ բերել կառավարություն, հա, հետո էլ մտցնել այս հարցը ազգային ժողով, դուք հավատում եք նման բանի, Նարի Սարգսյանի հալազատ աղբերը, մեկ չես հասկանում, մեկ քրեական ենթամշակույթի հետ կապված նախագծեր մտցնում, մեկ բանակի հետ կապված նախագծեր մտցնում, ով է ինքը вообще պետության մեջ,
ինչ ունի արած այս պետության համար, բացի այս թրքական ռեժիմին ծառայելու եւ ամենանվիրյալներից մեկը, որը շուտով այդ հայկական Նյուրնբերգի դատավարության ժամանակ հաստատ այդ պատի տակ իր տեղը ունենալու, այսօր բանակի հետ կապված նման նախագիծ ներկայացնում։ Դուք հասկանում եք աբսուրդի աստիճանը։ Ինչ է նշանակում վճարես չծառայես։ Ու նայեք դե ժամանակագրությունը նայեք։ Լավ, վճարեցին չծառայեցին։ Հասարակ բան եմ ձեզ ասում։ 1 ամիս են ասում, դա մենակ չի վերաբերվում մեծահարուստների խավին։ Այսօր Հայաստանում կա միջին խավի անվան տակ եւ մի հատ խավ էլ կա, որը ունի այդ հնարավորությունները, բայց վերջի վերջո մենք ունենք սահմանադրություն, եթե նկատել են, էլի։ Սահմանադրություն ունի նոր։ Դու վերջերս նկատեցին, որ Ադրբեջանից էլ պիտի փոխել։ Հա, եւ գիտեք, հիշել եմ։ այն այք ոնց է, սահմանադրությունը ինչ ասում, յուրաքանչյուր ոք պարտավոր է մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։ Դա սահմանադրական նորմա։ Դեսպան մի ամիս կգանք։ Հիմա գիտեք ինչ է մնում։ Այդ մի ամիսն էլ է շատ, դա էլ պետք չի։ Հիմա գիտեք ինչ է պետք։ Կանչեն մի հատ զինկոմիսարիատներ, պարտավորագիր գրի, որ ինքը պարտավորվում է մասնակցել Հայաստանի Հանրապետության։ Այդ մարդկանց խեք մի ամիս տանում տանջում։ Իմաստը ո՞րն է, 24 միլիոն տա գնա մի ամիս տանջի։ Դեկա ոչինչ չի կարող։ Էդ էլ անմատկային է, էդ էլ հայրեն չի։ Դուք պատկերացնեք 30 օրում դուք կարող զինվոր ստանաք, որը հետագայում պայեստազորում ամրագրվի եւ հետագայում ինչ որ խնդիր կատարի։ Գիտեք ո՞րն է դառնում, հայտնի կարգին հաղորդման սկեչները հիշում եք են, որ արա զարթնի, պատյում արա, արդեն ուվալնա տեսել, այդ համակարգն է դառնում, պես ինչ կապիկություն է։ Թե դեպքում այդ 1 ամիս սովորողները եթե անգամ գնան հայրենիքի պաշտպանությանը մասնակցեն, պետք է զոհվեն։ Այսինքն լավագույն դեպքում է կարող շատ արագ զոհվել։ Ախինք իրենք նայեք հիշում եք ժամանակին բանակում մի հատ արատավոր երևույթ կար։ Սովորաբար Կաշատքի դիմաց սովորաբար կար այդ երևույթը, բոլորս գիտենք, գոնե ես հաստատ գիտեմ դրա մասին, որ հիմնականում ասենք այն ժամանակ Կաշատք էին տալի, գնում էին հակառակային պաշտպանություն հրետանային զորքեր քիչ տանջվեն։ Որովհետև համազորային հատուկ նշանակության զորքեր, սահմանապահ զորքեր, մի զորատեսակները մի քիչ ակտիվ է ծառայության բնույթը, մարտական հենակետեր, մարտական ծառայություն, հիմնականում մարտիկ ընկնում էին տենց տեղեր։ Բայց 44 օրյա պատերազմը ցույց տվեց, որ հենց ամենախոցելին դառան այդ ծառայությունները։ Որտեղ ժամանակակից պատերազմում իրանց դերը ավելի մեծ է։ Հիմա նայեք, ընկել են երկու քարի արանք, ինչ անեն, ոնց սղսնեն, բայց խի սղսնեն։ Ինչի համար, էսում հայրենիքն է։ Այսինքն այդ միջին հնարավորությունները ունեցող կամ չունեցող մարդիկ կամ աղքատ կամ ոչ աղքատ կամ նորմալ ապրող մարդկանց սերունդը էթա ծառայի ու իմիջիալես շատ հետաքրքիր ցուցիչ ասեմ, եթե նկատել եք սրանց իշխանությունից հետո հիմնական ինքնասպանություն կոչված դեպքերը կամ դժբախտ պատահարները ոչ մարտական իրավիճակում զոհերից մեծամասնությունը մինուչով տղեկ են։ Նա դուք վերցրեք անալիզիկա արեք, տան միակ տղեկն են։ Ու միշտ ու ոչ մեկ սան չի անդրադառնում։ Այդ ո՞նց է ստացվում տենց։ Ու դուք ո՞նց եք պատկերացնում, դուք հասկանում եք, այսքան այս 4 սերունդը գլխատեցին, հիմա 5-րդ սերունդի գլխատելու ժամանակն է եկել։ Բայց այդ դեպքում էլ սահմանադրորեն սահմանադրական նորմ ընդունեք, ովքեր չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացի ուժային կառույցներ ընդգրկվելուց, եթե ոչ առողջական պաշտոններ չզբաղեցնեն։ Որևէ անգամ ժեք, անգամ բանը բնակ շահագործման համայնքապետարան չեմ ասում, հասկանում եք, ասում եմ ժեկում իրավունք չունենան աշխատելու, տենամ կեթան այդ քայլին։ Նա հասարակած, այսինքն աճացնում եք որի՞։ Որովհետև ովքեր են, շատ տեղին հարց բարձրացրեցիք, ես շատ մի քանի անգամ այս հարցը բարձրացրել եմ, որ նման օրենք մեզ պետք է, որովհետև արդարության վերականգնման միակ ճանապարհն է, որովհետև ինչ է ստացվում, Հայաստանում տարիներ շարունակ իշխանավորները թալանել են, նրանց տղաները ազատվել են բանակից։ Թալանել են, ազատվել։ Ինչա ստացվել։ Իշխանավորները, եթե գնացել են բանակ, ծառայել են, Էվը խաղաղություն է եղել, միտեղ կարանք է դրա վրա աշկել փակենք, ամեն դեպքում նախագահի տղա է, բայց մեր մենտալիտետ, արեք մեզ չդնենք, էլի շատ եսին ինչի տեղ, արեք ռեալ խոսանք, էլի։ Դե բարձա, նախագահի տղա է, վարչապետի տղա է, գլավնակոմանդուշու տղա է, բանը, դե բարձա, պետք է տարբերությունն լինի, դա բնական կյանքի օրենք է։ Արեք մեզ չդնենք եսին, քրիստոնեության մեջ կայացած կամ համաձայն, բայց իմ ասածը այստեղ սա է։ Բայց այս դեպքում սա աբսուրդ է։ Իմ ասածը սա էր, հենց գալիս է բանակի պահը, պարզվում է իշխանավորների որդիները բոլորը հիվանդ են։ Հենց գալիս է թալանելու պահ, պարզվում է տաղանդավոր բիզնեսմեններ են։
հիվանդ տաղանդավոր բիզնեսմեններ։ Բայց հիմա սա ոնց որ հանրային ինչ-որ դիմադրություն է առաջանում, բայց մյուս կողմից այն հասարակության այն շերտը, որը մենք օրս նաև հարցում էինք արել փողոցում, հասարակություն ու արտաքին տեսքից գոնե հասկանում ես, որ լավ չի ապրում մարդը։ Ինքը կամ անտարբերակ կամ աջակցում է այսօր, ասում է, ինչ վատ կա, մեկը ազատվում են մարդիկ։ Այսինքն մենք հասել ենք այդտեղ, որ հասարակություն չի գիտակցում, որ սա բերելու է եւ մեծ պառակտման սոցիալական կարգավիճակից ելնելով եւ մյուս կողմից եւս մեկ իրական պատերազմի պարագայում զոհեր տալու են միայն այդ աղքատ խավի Բորի ներկայացումը։ ջան, ես իրավաբան չեմ, սահմանադրագետ չեմ, բայց հասկացողությունն եմ էլ այդ ոլորտներից։ Մի հատ այդ երկու սահմանադրական նորման է խտրականություն, կապված սոցիալական, այստեղ արդեն գալիս է սոցիալական։ Այդ հիմքով, նայեք, հիմա լավ, այդ սահմանադրական նորմը ընդունենք, յանի համաձայնվեցինք, որ ոտնահարում են, մյուս հարցն է։ Դուք հասկանում եք ինչ ատելություն է առաջանալու։ Ատելության խոսքը քիչ է, որ մցրել են այս ցեղատեսակի մեջ, դուք պատկերացնում եք ինչ ատելություն է առաջանալու հենց բանակի մեջ։ Այսինքն այս տղեկը, որ այսօր գիտեք, մենք զորականակակազմը չենք կարող համալրենք զորակոչի հետ կապված։ Առավել եւս ուսումնական վարժանքների հետ կապված, հեսա դրանք կանադառնամ։ Ու այսօր սենց կտրուկ խտրականություն, սա սաբոտաժ է բանակաշինության դեմ։ Սա իրական սաբոտաժ է։ Չի կարա նման բան լինի։ Միանգամից այսպես ոդկա այսպես կտրուկ դրել է եւ տարանջատում ամեն ինչը։ Սա նույնն է, էսի sense բերեմ պատկերավոր, երբ որ շատ էր նեղվում, երբ որ մազահամերգային համալիրես վերջի հարցանիքի ժամանակ կառավարության նիստում ինքը դել ուրիշ բան չունենք, չէ՞ քննարկելու։ Մազահամերգային համալիրում տեղի ունեցած հարցանիքը պետք է կառավարության նիստում քննարկվի, չէ՞։ Ու գիտեք, քննարկում են երեխաները չշրջանցեց, զարթնում մտավ խաչերը, մտավ եկեղեցիները նախորդ կառավարության նիստին խոսում են, որ մանկահասակ երեխաներին հայանք տալ են սովորեցնում, այս ինչ վատ մշակույթ է։ Հետո ինքը այսօր արդեն հրապարակային դոմփելուց է։ Դեմանայք ինչ արեց, արդեն գիտեք ինչ, ես մտածում էի, որ արդեն այս հայտարարությունից հետո արդեն 1 օր անց ես մտածում էի 3 իրիկունը, արդեն ոչ թե Մամլո դիվանը Սուրբ Էշմիածնի, այլ հենց անձամբ կաթողիկոսը պետք է հանդես գա դատապարտող հայտարարության, ոչ մենակ տես նույն քաղաքական երանգով, այլ ընդհանուր արդեն տանի այս ցեղատեսակը, սրանց տեսակը անեցքի։ Հասկանում եք ինչ է խոսում, ինչից է խոսում։ Արա, սա կյանքը տեղել ես ոչ թե լրագրողը լուրջ մասնագիտություն, դու աբսոլյուտ լրագրող ես եղել, դրա համար միլիոն փաստուկներ, դու ոնց որ աբսոլյուտ 3 տարան եղել ես գաղութներ, նույն ձևի դու ո՞րտ ես, դու ըլնելով լրագրող հալովը, դու եկեղեցում տես մի հատ բան տենայիր, դու ո՞րտ կնկարեր այդ եկեղեցին կսարքեի, չգիտեմ ինչ, 1, երկրորդը հիշում եք Հյուսիսային պողոտայի կողմերը զիբիլներ տեսե մի անգամ վերցրել մաքրում էր, բա եկեղեցու հետը տես բաներ տեսե, եթե տենց բան կա վերցնեիր մաքրեիր։ Դու տես եկեղեցի ես գնացել, որ դե զիբիլ ես տեսել, որ դե արմատուրի կտորներ, գիտեք ինչն էր նկարագրում։ Մի մոմենտ եւի դեղերը կամ պերեդոզերը կամ չէր խմե իր երրորդ մասի տունը խառնել էր եկեղեցական այդ տարածքի հետ։ Դուք լսում եք ինչ էր խոր։ Մենակ չասեց, որ գարդոնի կտորներ էլ է տեսել։ Կոշիկներ։ Աշկից գիտեք ինչ է եղել։ Եվի Ժաննա Անդրեասյանի հետ է եղել։ Քիթը խոթել է եւի Վանահոր հանգստի սենյակը, որ դե մարդը փոխվում է, շորերն է փոխում, դե կարա կոշիկ էլ լինի։ Արավա կարգային բան է։ Եվի մտել են դուշը կամ տուալետ է լինային, խառնել են, որ եկեղեցի է, դպրոց մանկապարտեզ չի, դե եւի կոշիկ է տեսել։ Բայց դա կնկարել։ Դուք մտածում եք Հայաստանի Հանրապետությունում տես մի հատ եկեղեցի կա, որը կարելի է անվանել չուլան, դու ձեր հոգու, ձեր մտքից, ձեր սրտից, ձեր տեսակից լավ չուլան, ձեր տներից լավ չուլան, էությունները ոչ չուլան եք ոտից գլուխը, նայեք որ դե աղա արդեն խփում, դուք հասկանում եք։ Տեսեք, բան Այվազյան, մենք եթերից առաջ ես ուղղակի խնդրեցի չհայոյել, ինչ չեմ հայոյում։ Չէ, հարցս հիմա Հազիվ եմ պահում, իսկ բայց հիմա տեսանք, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը իր Facebook-յան պաշտոնական էջում ինչ որ սրբազանի եւ ինչ որ քերու կնոջ դոմփելու մասին է խոսում։ Այստեղ մի տեսակ արդեն ես ինձ վատ եմ զգում, որ ձեզ խնդրել եմ չհայել։ Եվ ուզում եմ առաջարկել հայել, բայց եթերը թույլ չի տալիս, ամեն դեպքում մենք հարգենք մեր հեռուստադիտողներին։ Հիմա սրանից առաջ Աննա Հակոբյանն էր ակտիվ։
Դուք քաղաքին լավ ծանոթ մարդ եք, հա։ Աննա Հակոբյանը գրել է, որ ինձ դարձրեցիք տիեզերական մասշտաբների անբարոյական։ Ճիշտ է ասում։ Ինչ կապ ունեք դուք դրա հետ։ Որովհետև ինքը համայնքային նշանակության է։ Սխալ է կարևոր միջգալակտիկական եւ Թե համատեզերական ինքն է դա գրել։ Մենք իրեն այդպես չենք Այդ եմ ասում սխալ է, դուք հասել եք նրան, որ այդ մարդը տենց արտահայտվի, բայց ինքը տասեմ ձեզ համայնքային նշանակության է։ Ինչու։ Հենց մեկը նրա համար, որ թույլ է տվել, որ իր ամուսնյա կոչվածը, չգիտեմ, զուգընկերն է, չգիտեմ, boyfriend-ն է, չգիտեմ ինչն է, որ այսօ կարմա եկեղեցուն անվանի Չուլան։ Բայց ինքն էլ հոգեվորականներին մանկապիղծ անվանում։ Դե գիտեք ինչ, դե գիտեք ոնց, դե երևի չի կարդացել իր boyfriend-ի հետ երկրի հակառակ։ Որ տղաների է սիրում Ես մանկաս։ չգիտեմ ով ում է սիրում, բայց Ինքը։ ոնց որ մի հատ մեծ պորնոյի մեջ ենք նկատում եք։ Դուք ջոկ մեկ երկիրի վրա գնում։ Ազգային պետություն, Հայաստանի Հանրապետություն, ազգ ցեղ, ով ունի հազարամյակների պատմություն, լավ վատ իր կողմերով, բայց համայն մարդկության մեջ քրիստոնեությունը որպես պետական կրոն, էդ էլ ասեմ, ինչ գնով էդ էլ ենք դնում մի կողմ ընդունած պետականություն, ու այսօր woman մեկը մի թրքաբարով, որին Էրդողանը այսենց է կանչում, այսենց։ Ես ասում եմ, ես ունեմ երկու հատ ուժեղ ցեղատեսակի շուն, ես իմ շներին ենքան եմ հարգում, կարա տենակ։ Ես իմ շներին կյանքում sense չեմ կանչի, ես անունով եմ կանչում։ Դուք հասկանում եք։ Ու էդի իրավունք ունի մեր եկեղեցին համարի Չուլանն է։ Ու այսօր հոգևոր դասը առանձին, առանձին եղան արձագանքներ Աջապահյանի կողմից, Մավլդիման ինչ որ ներկայացուցի կողմից, այլ հոգևոր, բայց սա արդեն սա այն կարմիր գիծը չէ։ Այդ կարմիր գիծը չէ, բորդոն էլ է անցած։ Էս ի՞նչ է նշանակում։ Էս ի՞նչ է նշանակում։ Իմիջիալոս քաղաքական դաշտում մի անց կանոչ եմ ուզում տան, մի մեջ շատ մտերիմ մարդ է, ես իրան հարգում եմ, եթե ինքը ինչ լսում է, իմ խորհուրդներն էլ լսում է, ավելի օգտակար կլինի իր համար, մեկ հատ իր հետ քննարկեցի, ինքը հիմա քաղաքական դաշտում է։ Երբ որ ասաց ես քրիստոնյա չեմ, ես ոչ մի կրոնի չեմ պատկանում, բայց ես դառնալու եմ այս երկրի ղեկավարը։ Հայտ աներկաց այդ մարդը։ Ես իրան ընդհանրապես այդ բան եմ ասել։ Ասեցի ո՞նց ես պատկերացնում քրիստոնեական պետության մեջ, քրիստոնեական պետության ղեկավարը չլինի քրիստոնյա։ Դու ո՞նց ես այդ ռեզոնանսը պատկերացնում։ Ասենք Սիրիա ենք սարքում։ Ես չհասկացա, այ հիմա ես չեմ հասկանում հոգևոր աշխարհի կոնկրետ մայրաթորի այս լրությունը։ Ինչ ասեն։ Թո դատապարտեն նզով են, ինչ պետք է ասեն, էլ ինչ պետք է ասի, որ խոսան։ Լավ ազգը չեն միավորում, հասկացանք, Բագրատյոնին գցին խոդի, պրավալ տվին, вообще փչացեցին այս դաշտը, էդ էլ հասկացանք։ Ես հասկանում եմ, ես տենում եմ դա։ Ես մեջն եմ, չէ՞, ես տեսել եմ այդ ամեն ինչը։ Ես ինչ խոսում ես արդարամիտ եմ խոսում, մեկը չի կարող ասի տենց չի։ Բայց հասկանում եք, մենք զինվորականներ ենք, ասենք մենք հիմա ինչ անենք էլ։ Մենք պատրաստվենք պատերազմի, այս քաղաքական ընդդիմադիր դաշտին խորհուրդներ տանք, որ մի քիչ գիտեք ինչ, մի հատ խելքի արեք։ Ազգային ժողովի ընդդիմադիր թևին մեռանք ասելով, կարաք մի քիչ ինքնասիրության դրսևորումներ ցույց տաք։ Լևոն Քոչարյանը տղամարդու պես պաստուպի տարեց իր ընտանիքի համար, դա հասկանում եք ուր ենք հասել, չեմ ասում քաղաքական, արդեն հասան մտան ընտանիք, այնը քֆուլ տվեց, այնրանք է դարավ կինո, չէ։ Նայեք ուր ենք մենք հասել։ Թիվ առաջի քաղաքական ամբիոնը նայեք։ Սերյան Օհանյանին մեր ասելով այդ ամբիոնից ասեց, ով որ մեզ թուրք է համարում ու հայանք տվեց։ Հա նորմալ է դա, բայց վատը որ հասնում ենք այդտեղ արդեն։ Այսինքն կարելի է էլի դա։ Ասեն Թորոսյան կոչված, եսին ինչ ասել, հələ բոլորիս մեր ազգին քֆուլ տվեց, որովհետև մեր ազգը, այո, իրեն արդարամտորեն է թուրք համարում։ Ուստեն լավ ուր են գնում սենց։ Ես պատասխանը տվել եմ, խիղճս հանգիստ է, հրապարակայնորեն տվել եմ պատասխանը։ Հասկանում եք, բայց ուր են գնում սենց, միջև ուր։ Վերջը ինչ պարզվեց, հենց ասես տանել եմ ԱԾ-ի պատվալներ սարիտ, միամիտ, լրի պատամամբ հրապարակ թերթով 68 ժամով հրապարակվեց Օսերյան Մուշեղիչի տղեն, շատ վատ արարքա կատարել 44 օրյա պատերազմին, համարյա թե դավաճանություն, ու միջև հիմա բոլորը հասկանում եք կոմպրոմատները աշխատում են։ Սերյան Մուշեղիչը որպես
Ես ասում եմ շատ եմ իրան քննադատում ու ճիշտ եմ անում, որովհետև ես իրա մեջ ուրիշ մարդ եմ տեսել ժամանակին։ Բա այսօր Սերյան Մուշեղիչ, դու իմ հետ քննարկել ես բանակաշինությունից եք խոսում, գիտեք ինչ ծրագիր եմ ներկայացրել։ Գիտեք ինչ ծրագիր, ինչ քննարկումներ ա եղել։ Իմ կյանքի մեջ առաջի անգամ ազգային անվտանգության ծառայությունը ինձ գրավոր նամակ է պատասխանել նամակով, որ արտակարգ ծրագիրը չի խոչընդոտել, ասել է դաբրո։ Սերյան Մուշեղիչն է ինձ կանչել քննարկման։ Գեգամ Մանուկյանն էլ եղել քննարկման ժամանակ։ Հանձնաժողովը ցածրը չեն բարձրացնում։ Ունեք նման բանակաշինության հետ կապված ծրագրերը ոչ մի բան, ոչ մեկ չի խոսում, այն օր ես ոչ թե նոր հասկացա, ուղղակի նոր եմ կարող հրապարակային արդեն այս շատ բաների մասին խոսալ, դե բնական է։ Հիմա որպես դե իր երեխեն է, իր տղեն է, հիմա գնդապետ է, գեներալ է, ինչ-որ մի բան թույլ է տվել, ինչի՞ չեք։ Եթե չէ, ինչի՞ չեք պաշտպանում հրապարակայինորեն։ Հելեք սաղին ճղեք, ասեք շար են անում։ Եթե շար է, իսկ եթե իրականություն է, Ստալինից լավը չլնեք։ Ստալինից լավը չլնեք։ Հարգեք ձեր ապրածը, թույլ ա տվել, թող պատասխանը տա։ Կրակը չեք ընկել որ ձեր տղեն։ Այսինքն որ ձեր ես երեխա չունեմ, միգուցե չհասկանամ էսի։ Ես չունեմ բալիկ, ես կարող եմ մարկանորեն հասկանամ, բայց պետականամետության տեսանկյունից ես համաձայն չեմ այս պայմաններին։ Այսինքն այս կամպրամատով, հա, sense վիժեսնեք ամեն ինչը, որ այդ կամպրամատը չօգտագործեն, չդատապարտեն, արելը թող պատասխանը տա։ Բայց այդքան երեխու կյանք է գնացել։ Ինչ կապ ունի Սերյանի տղենա, թե հենց Սերյանն է, ինչ կապ ունի։ Փարապած ճանապարհ անցած մարդ է։ Այսօր դնեք ո՞նց է գլուխը կախեցնած այս դեմը։ Ես նայում եմ, գժվում եմ, ո՞նց են սրա հետ վարվում։ 13 տարի հասկանում եք, Արցախում լինյա կալ, Օհանյանի լինյա էր կոր, միջև հիմա չեն կարող մականազերծումները վերջացնել, սատկում են, միջև հիմա նայեք, 5 տարի չեն կարող, սատկում են էլի։ Դու այսքան բանը ապրես ու գաս ու քո հետ սենց վարվեն։ Հասկանում եք ինչ ամոթ է, հասկանում եք բանակի մեջ, բարոյ հոգեբանական առումով սա աբսուրդ է։ Մարդիկ նայում ասում են, սով են հալա, այս ինչ է կատարվում։ Հիմա դա քիչ է, Նոհանյանը գոնե պաշտոնաթող գեներալ է։ Դա լսեք, գեներալը պաշտոնաթող չի լինում։ Այսօրվա գլխավոր շտաբի գեներալ։ Պաշտոնաթող չի լինում գեներալը, Սերյան Օհանյանի պես գեներալները, հավերժական գեներալները։ Ես ձեր հետ կարող եմ համաձայն, բայց երբ որ մենք ունենք Էդուարդ Ասիրյան, որը ասում է ադրբեջանցիները սովածան, իդեպ սովածացան դրանք գնացին։ Դուք հիշում եք այդ հացես ինչքան են բացել։ Իմիջիալից ես դրա շատ սուր հետևողական անձանցից մեկն եմ, չգիտեմ, երկրորդին ես չեմ տեսել, որ տենց հետևողական հասցրին աստիճանեն հոգեբանական խոշտանգման աստիճանի, որ Նարեկ Կիրակոսյանն ասեց զենքը վերցա գնանք ջերմուկ ազատագրենք։ Դուք հասկանում եք, հենց դա լսեցի մի ժամ հետո մտա ուղիղ եթեր, առաջարկեցի խնդիր դնեն ինձ ստորաբաժանմանը։ Մենք կարանք դա անենք, իրան գիտեն, որ մենք կարանք դա անենք։ Նարեկ Կիրակոսյանից ինչ եք ուզում։ Այդ գլխավոր շտաբի պետի մակարդակը լրագրողին։ Ասենք մի հատ նենց ճանապարհ անցած լինի, նախկին զինվորական սպեցնաձ անցած տղա լինի, ուժեղ տղա, ասես հա, ասես դնի միկրոֆոնը զենքը վերցնի գնա։ Նարեկ Կիրակոսյանի հետ։ Բավը հիմա Նարեկ Կիրակոսյանն է, գնեն բացի տակի փողը հանի, տանի մի հատ զենք առնի օրինական վերցնի գա կանի գլխավոր շտաբ։ Նարեկը պրոստը չի անի, էլի ես ըլնեի Նարեկի տեղը կանեի։ Այսինքն զինված գնա կանի գլխավոր շտաբի դեմը, նախարարության դեմ ասի եկել եմ, խոսքես տվել որպես գեներալ լեյտենանտ, արի, դեպքի վայր, այդ մենք ջերմուկ ազատագրենք, վատ առաջարկ եմ անում, օգտվելով քո տաղավարից, երկրորդ առաջարկն եմ անում, Աննա Գրիգորյանին, մի հատ դուխով աղջիկներ, որը ասեց, ես կապ չունի իր անցյալը, ինչքան անցել շփվեմ, մյուսը, կոնկրետ ես իր մեջ որակներ եմ, դեմից դուր է գալի։ Թո մյուս կառավարության հարց ու պատասխանի օրը, չորեքշաբթի օրը, սպիտակ խալաթով գնա, որտեղ ինձ հոգեբուժները ու հոգեբանները բացատրեցին, որ հոգեկան հիվանդները սպիտակ խալաթից ազդվում են, զգոնանում են, չեն ագրեսիվ անում։ Իմիջիալը շատ հետաքրքիր բան կա, հոգեկան հիվանդություն ունեցողները երբեք չեն միանում իրար։ Այսինքն կարան այդ գժերը կանգնեն, անհատական ինքը շատ կարա բույնի լինի, բայց երբ որ մի գժի ծեծում են, չէ, երբ որ երկու սանիտար մի գժի ծեծում են, բոլորը կարան կանգնացնեն։ Բայց այդ գժերը որ միանան իրար, ինչ գժանոց, ինչ բան պատկերացնում եք, այդ գլխով ոնց կջատեն այդ պատը դուրս կգան։ Իմ հորդոր Աննա Գրիգորյանին, մյուս չորեքշաբթի օրը, քանի իր արձակուրդ չեն գնացել, սպիտակ խալաթով գնա։ Նորմալ բան է։ Նարեկ Կիրակոսյանն է, օրինական զենք, այսօր հնարավորություն ունի, մի հատ օրինական զենք առնի,
զինվորական համազգեստով գնականի պաշտպանության նախարարության դեմը, ասի այն որ ասում էի, դե, որ դստեմ ոնց է, արի թենք պաշտպանենք, արի գնանք պաշտպանենք։ Ված բան եմ առաջարկում։ Այսպես բաների համար ես չեմ։ Լավ, գանք Սա հեգնանք չի, մի գանք մի դրվագ։ դրվագ էլ որտեղ ձեզ չեն սիրում։ Ճիշտ են անում։ 2017 թվականին դուք ձերբակալվեցիք, կալանավորվեցիք, դատապարտվեցիք Նիկոլ Փաշինյանի թթու խոսք ասելու համար։ Հիմա երբ որ նայում ենք նախկին իշխանությունները ասում են, այ սրանք թուրք-ադրբեջանական են, մենք հենց այն գլխից գիտենք։ Բա թուրք-ադրբեջանական խմբակին ձեր թաղում կարծեմ, թե որտեղ ձեր թաղում դուք կշտամբել եք։ Ինչ էր դեր ունեցել, ինչպես դատապարտվեցիք Նիկոլի Երագույն դերոշը գցեցին մեքենայի տակ, իրենց կարոզ աշխավիժան։ Ես ընդամենը ասել եմ, մեքենան հետ տվեք, Երագույն դերոշը հանեք բանի տակից, այդ է դարավ կոնֆլիկտ, այդ կոնֆլիկտը դարավ քաղաքական հաց։ Հետո ասեցին ուզեցեք սպանել, ինչ որ զենքի Հետո պատմություն։ զենք բերին կարեցին, ինչ որ ուզեցել եմ այդ զենքով։ Մի խոսքը մի հատ է զենք կարեցին, մյուսը եկավ հասավ դիվան բաշում, ես հայտնվեցի բանտում։ Բանտարկությանս ընթացքում 17 թվականին Նիկոլի համար եք հայտնվել բանտում։ բա ինչի համար մյուս օրը առավոտը ընտրություններն էր։ Ընտրությունների օրը ես գտնվում անգամ քրեական գործում փաստաթուղթ կա շատ հետաքրքիր փաստաթուղթ։ Երբ որ լույսը բացվեց, ես կեպեզեում էի, ասի ես կալանավորված անց չեմ, ձերբակալված, ես իրավունք ունեմ ընտրությունների մասնակցեմ։ Ես դիմում եմ գրել, այդ դիմումը հիմա քրեական գործում կա։ Որ բերեք բանը տարածքային բան ստեղծեք, կամից տարեք ինչ որ ընտրատարածք, ես իրավունք ունեմ ընտրելու։ Ձերբակալված կալանավորված անձը ունի դատապարտել չի, ես ձերբակալված եմ, կալանքս չէ տրված։ Ընտրությանը չտարան ինձ, որ ես ընտրությանին մասնակցեմ, շատ հետաքրքիր դատավարություն էր դա։ Հետո ինձ կալանավորեցին բնականաբար, կալանքիս ընթացքում ինձ հարազատ գեներալներից մեկին հրավիրում է Վլադիմիր Գասպարյանը, հիմա գեներալն է, կա Վլադիմիր Հիմա սա Գասպարյանը։ բացառիկ տեղեկություններ եք հրապարակում։ Երկուստ է կան ոնց, մեսի առաջ անգամ չեմ ասում։ Խնդրեմ։ Հրավիրում է եւ ասում է, մենք չենք խոչընդոտի դատական իշխանությանը, մյուսը, բայց երաշխիքներապետ 17 թվականն է, հիշեք, որ մանախը դուրս եկավ Նիկոլ Փաշինյանի մազը չի ծրվելու։ Ես Նիկոլ Փաշինյանի հետ այդ պայն հատ չեմ ունեցել։ Հասկանում եք։ Իրանք ոչ իշխանության էին, ոչ բան, Սարգսյանի իշխանության օրոք է։ Այդ գեներալն էլ կա, Վլադիմիր Գասպարյանն էլ կա, կենթանը։ Դա չեն ծամը, ոչ մի իշխանությունը Նիկոլի մազով Դե անհանգստացած։ հիմա փաստացի չխանգարեցին, ասեցին դատարանը ինչ որոշում կկայացնի, թող կայացնի։ Դատարանը որոշումը կայացրեց, ես 1 միլիոն դրամ գերավով դուրս եկա։ Հետո դրանից հետո ես հացազրույց տվեցի դրա հետ կապված առաջին ԿՏՄ-ին, հետո եվրոպական դատարան ասաց, որ այս կալանավոր մեղել է ապօրինի, ինձ փոխհատուցում տվեց կառավարությունը իր կոտրված ձեռքով արդեն 18 թվականին վարչապետն էր իր հետ կապված գործով ինձ փոխհատուցումը ֆինանսական տրվել։ Նայեք։ Ես մի հատ մարդ եմ Հայաստանի Հանրապետության, երրորդ հանրապետության պատմության մեջ, ում դատավարությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ եկել է ցուցմունք տալու։ Ուրիշ ոչ մի դատավարություն չեք տենա նման բան։ Ոչ գնացել է Քոչյանի դատին, ոչ Սերժի դատին, ոչ մեկի։ Այսինքն ես ով էի որ եկել էր իմ դատին ցուցմունք էր տալու։ Այդ ինչ ձևի, ասենք Լավ, ուրիշ բան հարցնեմ։ 17 թվականին ձեզ համար հասկանալի է իշխանությունը ինչքան այդքան ինչու է այդքան մտահոգ Նիկոլի անունը։ Ես հիմա ասեմ, քանի որ այս պետության մեջ կան երկու անձիկ, մեկը Հայաստանի Հանրապետության տարածքում է, մեկը Մոսկվայի Ռուսաստանի Դաշնությունում, ես այս երկու անձացից այսօր սպրոսում եմ, մարդկայնորեն, տղամարդկորեն, որպես զինվորական, որպես հայ։ Մեկը Արշակ Կարապետյանն է, շատ կարևոր հարցադրումներ ունեմ, այս կբացատրվեմ։ Մյուսը Սարգսյանը, գիտեք ինչի։ Ես Ռոբերտ Քոչյանի հարց չունեմ հիմա տալու, որտեղ ինքը ըստ է չի եղել, չգիտեմ, ինքը անմիջական կիզակետում չի եղել, բայց իրան ուրիշ հարցեր ունեմ տալու ին բանտի հետ հայտնվելու հետ կապված ու միջև հիմա Սեպտեմբերի 20-ի հետ կանադական բոլորը հարցեր ունեմ բոլորին, ես պատասխաններ եմ սպասում։ Հեսա կանադարն եմ։ Սարգսյանը ասաց, որ հրապարակայնորեն ասաց, որ ինքը չի պարտվել Նիկոլին, այլ պարտվել է արտաքին ուժերին։ հզոր ուժերի։ Հզոր ուժերի։ Այդ հզոր ուժերը նշանակում է, որ երկիրը մինչև այս պահը գտնվում է արտաքին ներգործության տակ։ Արտաքին Դե ներգործության։ շատ մեծ ուժեր են, է։ Այդ շատ մեծ ուժերն էլ այս բանակի սաբոտաժն են անում։ Ընդհանրությունը իր եւ Արշակ Կարապետյանի։ Արշակ Կարապետյանը Մոսկվայից հայտարարում է, որ ինքը նենց բաներ գիտի եւ ինչեր է արել եւ չի խոսում։
Իմիջիալից Գայանե Զարգարյանի հետ ես մի հարցազրույց ունեի, որտեղ ուղիղ եթերի հրապարակայնորեն հայտարարեցինք։ Գայանե Զարգարյանը պատրաստ էր հայտարարեց, որ ինքը Տոմսը կառնի կգնա Մոսկվա, մենակ Գայանե Զարգարյանին ուղիղ եթերով հարցազրույց տա, ուղիղ եթերով, չմոնտաժեն։ Հրաժարվեցին այդ հարցազրույցից։ Այսինքն դուք ինչին եք սպասում։ Սպասում եք ես երկրի հերը լրիվ անիծվի, դուք իբրև թե գաք իշխանության, հետո տենակ ինչ անելու։ Իսկ դուք նկատել եք, որ մենք պատերազմի մեջ ենք։ Նկատել եք դա։ Նկատել եք աշխարհակաղակական իրողությունները։ Ամենք Դե գուցե վախենում են այդ հզոր ուժերից։ դե հզոր ուժերից վախենում թող չխոսան։ Եթե չեն խոսում, չեն խոսում, բախեն խանգարում, խեն դաշտը գրավը։ Հիմա էլ ասում են դե թող հզոր ուժերը ոչ միայն վախեցնում են, այլև ասում են թե իրենք ինչ պիտի անեն։ Իսկ նենց չի որ այդ հզոր ուժերը չեն ազդում Ռոբերտ Քոչյանի վրա կամ մյուսների վրա։ Այսքան այս դաշտ էսօր sense վերցրել է։ Հիմա գիտեք ինչ են ասում։ Ասում են ով է դաշտը ազատ է, մտեք արեք։ Այս դաշտը նենց է պղծե, ով կարա մտնի անի։ Այս դաշտը ուժը նենց է գրավել, նենց է փչացրել, այսօր 5 հոգի մարդ չի ուզում դուրս գա փողոց։ Բագրատիոն օպերացիան դարավ, ասեմ ձեզի, Բագրատիոն օպերացիան ամեն այս Բագրատիոն օպերացիայի մասին հիշեք մի 10 տարի հետո կլսեք։ Դուք նոր պաշտպանում եք հայ եկեղեցուն, հայ եկեղեցու սրբազանների մեկի մասին եք խոսում։ Ներողություն, ես ինչ կա դրա մասին եմ խոսում։ Բագրատիոնը դեռ չկար, ես իմ տղեկի հետ ու մի քանի դաշտային հրամանատարներ արդեն ամիս ամսուկեսը նստած էին ոսկեպարի անտառների մեջ։ ԱԱԾ-ն ընդեղից լարում էր ոստիկանության հետ, անդե էինք փախնում, ընդուս լարում էին այն դուրս չէին գալի տարածաշրջանից։ Մենք ասում ենք անցնում ենք ինքնապաշտպանության։ Ու տեսել եք դա, նենց օթից չեմ ասում, այդ բոլորն են տեսել, չէին կարում։ Ուղղակի հետո հասկացան, շատացան կրվող տղեկը, հրամանատարները շատացան։ Չի հանձնվելու դա, անցավ Բագրատիոն օպերացիային։ Ես հրապարակային ասում եմ եւ դրա պատասխանները կտամ։ Մի մոռացեք, որ այդ ժամանակ ես եմ առաջին մարտերը, որ եթերով պատմել եմ այդ դեպքը, հայոյանքներել եմ հնչեցրել իր հասցեին, հետո շատ ընկերներ ինձ խնդրեցին, ես մտա եթեր, քանի որ անձնական բնույթի հայոյանքներել է հնչեցրել, դրա համար ներողություն խնդրի, բայց մնացածի համար ներողություն չեմ խնդրել մինչև այսօր։ Պատասխան պետքա տա։ Բերեցիք, ներին հանեցիք, մայիսի 9-ին ես եղել եմ հրապարակում։ Դե մայիսի 9-ից հետո ես ինչ ուզեմ կարամ արդեն խոսեմ։ Ձեզ ասեմ, մայիսի 9-ին այդ ժողովրդին, որ ես տեսել եմ, մայիսի 9-ից են որ ուղարկեցին բանով, օդգուլ, հանգստանան մյուս օրը գան, ես արդեն ասում եմ ձեզ, Բագրատիոն օպերացիայի մասին կլսեք 10 տարի հետո, հիմա ոչ մեկ չի հասկանա դա ինչի մասին եմ խոսում։ Ով սրա մեջ ներգրաված է։ Դուք չեք հասկանում հիմա ինչա կատարվում։ Ես քաղաքականության մեջ չկամ, հասկացեք, բայց հեսա հենց իսկրիվ անխուսափելի է, դուք տենում եք այդ ռազմատենչ հայտարարությունները, արդեն սմերչներով զորավարժություններ, դուք գիտեք այդքան ծախսողտից են անում։ Թունել են բացի արդեն մտեսյունիկ, դուք ինչի՞ց եք խոսում։ Դուք կասկածում եք, ես դες ասեմ, նորից եմ կրկնվում, չի լինելու 44 օրվա։ Լինելու 44 վայրկյանից մինչև 44 ժամ։ Հատուկ նշանակության խնդիրներ, այսինքն գալ են ոնց որ եկան նստան որոտանը, այս նույն ձևի։ Դեմից ատկազ էր անում, հիշում եք, հետո անցավ 2-3 ամիս ասեց ես եմ հրաման տվել, որ զորքեր հետ քաշվեն։ Հիշում եք այդ օրերը։ Այդ նույնը ըլնելու ասում եմ ձեզի, ըլնելու է Տիգրանաշենը, Քյարքիում ալնելու։ Իմ հարված յուղությունը ըլնելու Քյարքին։ Հատուկ օպերացիա փակելու են Քյարքին, Սյունիքից վախշե կդրեն, որովհետև սա ունի բանավոր պետական դավաճանության նշանակության պայմանավորվածություններ, որը չի կարա չիրականացնի։ Ախր դուք սրա դեմքը դուք տեսա։ Լավ, մանախ ինձ մի բան է հետաքրքիր։ Նիկոլ Փաշինյանը 90-ականներին գրել էր մի այսպիսի հոդված, իր ստորագրությամբ ընդ որում, որ Քարվաճառից կրկին զինվորների դիակներ էին ուղարկվել մայրերի համար որպես ապրիլիոթյան նվեր։ Այս միտքը գրող ընդհանրապես կարելի է իշխանություն տալ, հետո զարմանալ, որ եկեղեցուն է կպնում, Ուրեմն ձեզ ասեմ, դուք տենում եք ինչ քողարկման տակ է գտնվում Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ես ձեզ ասում եմ, Լևոն Տեր-Պետրոսյանը քանի կենթանի է, հիշեք։ Քանի Լևոն Տեր-Պետրոսյանը կենթանի է, այս օպերացիան շարունակվել է։ Հիշեք դա ինչ եմ ասում։ Լևոն Տեր-Պետրոսյանի չգոյության պայմաններում, ես չեմ ուզում ասեմ մեռնելու պայմաններում, որտեղ մեռնում են նորմալ հայերը։ Չնայած ինքը պատմականորեն մեր առաջին նախագահն է, բայց այն ինչ որ ես գիտեմ, ու բոլորը գիտեն, բոլորեն առումով իմացող ինֆորմացված մարդիկ։ Ես չգիտեմ, երևի նոր դժոխք է բացվելու, դες ասեմ։ Ես մտածել եմ նաև նոր դժոխք է երևի բացվելու, որտեղ
ոնց նայում եք մարդկային զարգացման կյանքի պատմության ընթացքում, այս դժոխքը չի աշխատում էլ։ Դուք չեք դնում, որ այս դժոխքը այդպես բոյա տվե։ Մարդիկ իմանալով որ դժոխք են էթալու, էլի եթում են նշանակման նոր ինչ-որ պիտի ֆորմատ փոխվի։ Մարդիկ հասկանալով դուք ես Կարող դժոխքի ծրագիր ունենա։ Բանակին է չստացվեց գոնե դժոխքի։ ես լուրջ փիլիսոփայական բան եմ ձեզ ասում։ Մարդիկ հասկանալով, նայեք, այսքան տարի մարդկային կյանքի զարգացման պատմության մեջ մի հատ նայեք դժոխքի պատկերները։ Մարդիկ իմանալով որ դժոխք են գնալու, էլի գնում են այդ ճանապարհով։ Այսինքն պիտի վերաֆորմատավորվի, չէ՞։ Չի ստացվում։ Նոր դժոխք է պետք մի խոսքով։ Դժոխքի զգացողություն է պետք։ Տեսականը ոնց որ չի աշխատում։ Եթե այս կյանքում զգան, երևի թե չուզենան գնալ։ Բայց մեծ հաշվով ձեզ ասեմ, դժոխքն ու դրախքը երկիր կոչված այս գեղեցիկ հողագնդի վրա է։ Ուրիշ տեղ չի։ Ուրիշ տեղ պետք չի ման գալ։ Մենք ամեն օր դուք հիմա գիտեք մենք դրախտային պայմաններում ենք ապրում։ Մենք հիմա ամենաուժեղ դժոխքն ենք վայելում։ Ամենաուժեղ դժոխքն ենք մենք հիմա մեր աշկի առաջ մեր սերունդը կոտորվում է, հալվում է, ասես մոմի պես հալածում են, սպանում են մեր ազգին։ Մենք հաստատի ոչ մի բան չենք անում։ Նստել ենք մեծ սերաշեղվածի, այս կանիկը էս ասեցին, քեզ ասեց ու ամբողջ դաշտը, դեմիտ նայեք էլի ուշադրությամբ հետևեք այս Հիմա պաշտոն է զբաղեցնում, ինչ ասես, բայց դուք տեսաք կառավարությունում երեկով էր զինվորների արձակուրդի ավելացման հետ կապված զեկույցը կարդում, տեսաք ով էր, դեմքով տեսաք ով էր։ Երևանի նախկին քաղաքապետը, ինչ կապ ունի նա պաշտպանության փոխնախարար։ Որ դեմքին նայում եք չեք հասկանում։ Ես դեմքին չեմ էլ նայում, հասկանում եք, ասում է գինեկոլոգները իրենց կլենտներին դեմքով չեն ճանաչում, հիշեք դա, դա կարևոր կանոն է։ Զինվորականները իրենց թիրախներին դեմքով չեն ճանաչում։ Պրակտոլոգ չլեք էս։ Հա, ասում եմ զինվորականները իրենց թիրախներին դեմքով չեն ճանաչում, շատ դեպքերում, հա, կա տես պրակտիկա։ Հիմա գիտեք որ անեկդոտի վիճակում ենք հասել։ Ուրեմն նորապսակներ են լինում։ Ոնց որ sense կվատիրա է, էլի։ Այս մարդը իրեն մոտ քննում է, կողքի հարևանները նորապսակներ են։ Գիշերը ժամը 2-ից սկսած ճտոցա լսում ու ձայն։ Սաում հետույքն է, մի հատ է ճտոց, կանացի ձեն, սաում հետույքն է, հետո տղամարդու ձեն ճտ, սաում հետույք։ Ու տենց մինչև ժամը 4-5-ը, այս մարդը գժված պատը ծեծում, ասում արա լույսը վարեք, տեսեք ում հետույքն է, թողեք հանգիստ կնենք։ Հիմա ուզում ենք տենանք։ Լույսը վարեք, մի հատ տեսեք, այս երկիրը ուր եք տանում։ Ում հետույքով եք տանում, ում հետույքն եք դեմ տվել, ինչ եք ուզում այս ազգից։ Դուք հասկանեք մենք հիմա ինչ բաց process-ի մեջ ենք։ Դե պատկերացեք Աստված մի արասը, վաղը Իրանին էլ ենք ներաստում հանկարծ։ Իսկ սրանք չլենում եք, եթում են դրան։ Ինչ ենք անելու։ Ինչ ենք անելու։ Իրան այսօր խնդրում ասում արա կարակ խելքի գաք։ Կարակ մի քիչ ազգայնամետ ելնեք, կարակ մի քիչ պետականամետ ելնեք։ Մենք պատրաստ ենք ձեզ աջակցելու, բնականաբար իրանք իրանք շահերը ունեն, բայց կարակ մի քիչ ձեր ազգի մասին մտածեք։ Դուք տեսեք մայիսի 28-ին դրա դեմքը, երբ որ զորքի շարասյուններ ընդունում։ Դա մի հատ վիդեով նայեք, էլի դրա դեմքը։ Մի հատ նայեք, էլի։ Ոնց է թարախային են ազգային ժողովի նույն հայացքով, այն որ սաղին լստում էր ադրեի պատվալները, այդ նույն հայացքով տեսեք զորաշարժը, գերագույն գլխավոր զորահրամանատարը։ Ոնց է ընդունում զորաշարժը։ Մի հատ այդ վիդեոն կտրեք անպայման դրեք, էլի։ Որովհետև ամեն ինչը դետալների մեջ է, հասկացեք, ամեն ինչը դետալների մեջ է։ Այսօր ընկել են սենց էսի իմիջալուց ասեմ, այս կրթությունը նորաձևա շրջանակներում ամենաուժեղ դավաճանական կլանավորումներն է իմ այդում։ Հասարակ ձեզ հարց եմ տալի, դուք գիտեք պատահական այսօր հենց ԿՊ-ի շարքերում այսօր այս խիստ ընդդիմանալը այս նախագծի, ստե շատ լուրջ process կա, բոլորն է հասկանում են, ուժեղ ընդվզում ալնելու, ամենուժեղ սոցիալական բունտը կարա դառնա, դուք հասկանում եք զինվորը գնա ծառայի, այսօր դու չես կարող պերեսմենկա անես, ու այսօր փողում դու մարդուն ազատում ես, անունը դնում ես պրոֆեսիոնալ բանակ ես ստեղծում, խի պրոֆեսիոնալ բանակը տենց են ստեղծում։ Ինչի դուք հասկանում եք մի ամիս գնալու այդքան զինվորի ծառայի, չէ՞։ Մի 30 հետո ինքը գալիս է տուն, այն զինվորները մնում են։ Դուք հասկանում եք ատելությունը արդեն։ Այդ դժվարությունները այդ զինվորների ու ասենք իրանցից մեկը կարացել է 24 միլիոն, ապա չեք ուզում, հարց չկա։ Բերեք օրենք ընդունեք,
Այդ փողն իմ ուծեք։ Նայեք ես ինչ եմ առաջարկել, Բորիս ջան, արդեն ինչ է ծրագիրը կա, ես ինչ եմ։ Եթե այդքան մտածում եք բանակաշինության մասին, հայտարարեք երամսյա համաներում 3 ամսով 90 օրում համաներում հայտարարեք, տեսեք ով է գալի աշխարհից, գալիս է, всё, ոչ փողատալի, ոչ բան, գալիս է քրեական գործերը կարճվում են, այդ մարդկանց նկատմամբ կիրառեք այդ մի ամիսը, թողան մարդիկ։ Գան, մեկը ուզում են գնան դուրս, թողան քրեական գործերը ջրի, ոչինչ այդ 30 օր այդ մի ամիսը, մեկը իրանք չեն ուզում, իրանք գիտեն, հա չկա։ Մի դատեք այդ մարդկանց, արա ամեն ինչը մարդուն զնդաններով չի, ամեն ինչը մարդուն դատելով չի, ճակատագրից կյանքի ժամանակը խլելով չի, առողջությունը խլելով չի։ Լավից է, վատից է, դուսնա ինքը գիտի, հայնա, չէ մեր հայնա։ Չի ուզում ծառայի, Աստված իր հետ, բայց կարող է վաղը զենքը վերցնի, գա կամավորական կրվի, չէ։ Ու ամեն ինչը բանակով չի այսօր։ Մարդը դարձել ասենք 34-35 տարեկանները քրեական հետապնդման տակ է։ Բերեք 90 օրով համաներում հայտարարեք, ամբողջ աշխարհով թող մարդիկ գան ներկայանան, քրեական գործերը կարճեք, այդ մարդիկ կարողանան ազատ մուտքով ելկանան Հայաստանի Հանրապետություն, ով կմնա կծառայի, ով էլ չէ, թող իր մի ամիսը ծառայի, հաշվեք այդ 24 միլիոնը տված է։ Թող գնա այդ մարդը, թող ազատ լինի, կարողանա մտնի Հայաստան դուրս գա։ Պատրեք, արա այս հայազգից ինչ եք ուզում, հո դատելով չի ամեն ինչը։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ես Ես եմ շնորհակալ շնորհակալ։ Արթուր Այվազյանի հետ, տեսություն կհանդիպենք։ Տեսություն։